Այսօրվա մանրամասները վերաբերվում են մարդկանց, ովքեր ունեն լյարդի ճարպոտում, ունեն խոլեստերինի բարձրացում օրգան արյան մեջ։ Սիրելիներս, ոչ միայն կարմիրը կամ նարնջագույնը, ամեն մի գույնների մեջ կան հատապտուղներ, մրգեր, բանջարեղեններ, որոնք ազդում են մեր խոլեստերոլի կարգավորմանը, որոնք իջեցնում են վատ խոլեստերինը, բարձրացնելով լավը եւ վերականգնելով իմունիտետը։ Քանի որ խոսքը գնաց լյարդի մաքրման համար, առաջիններից մեկը դա ազնվամորին է, սև մոշը, ապա գալիս է մյուսը սև հաղարջը, սև սալորը, որը էլի կամպոտ ենք անում, չիր ենք անում, բազուկը եւ նուռը։ Բայց բույսերից ամենակարևորը դա ռեհանն է։ Ռեհանը հրաշքներ է գործում, սիրելիներս, նա անտիօքսիդանտ է, հակաբորբոքիչ է, բրոնխիտների ժամանակ, վիրուսների ժամանակ։ Ձեզ հետո ցույց կտամ, թե ոնց պետք է պատրաստել ռեհանի կամպոտը եւ ռեհանի թուրմը։ Իրանք շատ կարևոր են։ Խնդրում եմ, ուշադիր եղեք էջին, կհետևեք, կտեսնեք։ Ռոզմարինի հետ միասին։ Եվ այստեղ գալիս է բանջարեղեններից սմբուկը։ Գիտեիք, որ մանդարինն էլ է խոլեստերինը մաքրում, բա մանդարինն էլ է մաքրում, գիտեք, չէ՞, կգրեմ ձեզ ոնց է լինելու։ Եվ սունկը, հրաշքներից ամենակարևորը։ Բազմիցս ասել եմ սունկի կարևորությունը մեր խոլեստերոլի դեմ։ Լավ եղեք, առողջ եղեք, կմանրամասնեմ։